Ձորախբյուրում ջրի կորուստ չկա, որովհետև առհասարակ ջուր չկա, ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Հայաստանը վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ է վերցրել երկրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունները բարելավելու նպատակով։ Գաբրիելյանը ջրային կոմիտեի նախագահից հարցրեց, այդ ծրագրի շրջանակներում իրենք ջուր կունենան։ Կարող ենք դիտարկել, որ այս ծրագրի շրջանակներում Ձորախբյուրում նույնպես ջուր ունենալու, թեկուզ օրական 2-3 ժամ ջուր ունենալու հույս կնի, որտեղ այնտեղ ընդհանրապես ջուր չկա։ Երևանի մերձակա Ձորախբյուր թաղամասում շուրջ 500-ից 700 առանձնատուն կա։ Այստեղ ամռանը շաբաթական 1 օր ու 1 ժամով է խմելու ջուր լինում։ Ոռոգման ջուր էլ ընդհանրապես չկա, ասում են բնակիչները։ Ջրային կոմիտեի նախագահ Արամած Ղալամքարյանի փոխանցմամբ Վեոլյանի եւ կառավարությունը խմելու ջրի մատակարարման ջրահեռացման համակարգերում տարեկան 11 միլիարդ դոլարի ներդրում են անում։ Ու այդ շրջանակներում նաեւ Ձորախբյուր թաղամասի հարցը կդիտարկեն, բայց երբ չասած։ Ուզում եմ հաշվի առնեք, որ նման կարիքներ ունենք Հայաստանի բազմաթիվ համայնքներում եւ բազմաթիվ բնակավայրերում։ Վեոլիայի հետ համագործակցությամբ մենք ընտրում ենք ամենահրատապ բնակավայրերը։ Այս պահին ընթացիկ ծրագրեր ունենք, օրինակ Նուբարաշենում, Աջափնյակում, Երևանի կենտրոնում, ունենք Ալավերդիում, Արագածոտնի մարզում ընտրվել են այն բնակավայրերը, որտեղ ամենամեծ կորուստներն են, որպեսզի ունենանք ամենաշատ խնայված ջուր։ Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց ազգային ժողովի հաստատման ներկայացրած վարկային այս ծրագրի առաջին փուլում 25 միլիոն դոլարի ներդրում կարվի ջրամատակարարման ու ջրահեռացման ուղղությամբ, 120 միլիոն էլ ոռոգման համակարգի ու ենթակառուցվածքների վերակառուցման եւ հիմնանորոգման համար։ Տարիներ շարունակ այս ոլորտը ռազմավարություն չի ունեցել, վստահեցրեց դա էլ կլինի։ Կապիտալ աշխատանքների մեծ մասն էլ Երևանում կլինեն, որովհետեւ ասած ջրի օգտագործման ծավալներն անհամեմատ մեծ են մայրաքաղաքում։ Պատգամավորները հետաքրքրվեցին։ Վեոլաջուրն օրերս հրապարակել էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ, հետո կառավարությունը պնդեց, թե գրաֆիկը կվերանայվի, բայց առանց դրա էլ մայրաքաղաքի շատ հասցեներում գիշերը ջուր չի լինում։ Ղալամքարյանի պատասխանն ընդհանրական էր։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրախբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրախբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Ջրամատակարարման նոր գրաֆիկը հրապարակելու համար 2 շաբաթ ժամանակ ենք խնդրել, ասաց Ղալամքարյանը։ Պաշտոնյան խոստացավ 7 ժամ տևող ջրանջատումները կկրճատվեն, հասցնելով 3-ից 4 ժամի։ Բայց ընդգծեց, ամռան պիկ ամիսներին գիշերային ջրանջատումները պարտադիր են, որ ջրավազանները լցվեն, կուտակված ջրերը ցերեկն օգտագործվեն։ Հայաստանը ջրի խնդիր չունի, հակադարձեցին ընդդիմադիր պատգամավորներն ու հիշեցրին, բազմիցս են խորհրդանի ամբիոնից խոսել համակարգի խնդիրներից։ Գառնիկ Դանիելյանը ջրային կոմիտեի նախագահից հետաքրքրվեց։ Այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դες կարգավորվում։ Արդյոք սա մանիպուլյացիա չի։ Կարան զանգեն եւ այդ խողովակաշարերը արդեն խնդիր չունենան, կորուստ չլինի, բանանի։ Այդ բան գաղտնիք ուզում եմ մի հատ ասեք էլի ոնց է։ Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր։ Երկրորդ գործոնը հայտնաբերված նոր ջրախբյուրներն են, մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը իշխանականներին հարցրեց. 10 տարվա ծրագիր եք բերում, բայց ձեր կառավարությունը 4 ամիս է մնացել։ Իսկ Արման Ղազարյանը վրդովվեց, ասաց այդպես էլ չստացավ իր հարցի պատասխանը։ Վարկային միջոցը ներգրավելուց պետք է ասեք փաստացի, ոռոգման գյուղական համակարգերում ունենք այսքան կորուստներ եւ այս ֆինանսական միջոցներ ներգրավելուց կորուստների թիվը քիչն է այսքան, բնականաբար նաեւ սիրելի օգտագործողներ ձեր ոռոգման ջրի սակագինը 11 դրամից փորձենք նվազեցնել այսքան, ես դա կհասկանամ, բայց այս լողացող կծկտուր իրանք հարցեր են, որոնք պետք է սպառիչ պատասխաններ տրվի։ Այս կառավարությունը փոքր եւ միջին ջրամբարների կառուցումը, ծրագիրը կատարել է ընդամենը 7-3%-ով։ Հիմա ամառը գալու ասել են եկեք թողեք
Սևանը մի քիչ էլ քամենք։ Ջրամբարների վերականգնման եւ վերազինման աշխատանքներ 12.5%։ Լավ խայտարակություն է։ Բայց մարդիկ 10 տարվա ռազմավարություն եւ մի 45 միլիոն էլ նենց գենդերային եւ ներառական ասպեկտների վրա փող են վերցնում։ 2017 թվականին Veolia-ն Հայաստանի ջրային համակարգը ստանձնել է 80% մաշվածությամբ գրեթե 90% ջրային կորուստով։ Ասաց Պաշտոնյան, պնդելով ջրային կորուստները մի քանի անգամ կրճատվել է, հասնելով 46-ից 50%։ Veolia-ի հետ պայմանագիրը գրվել է 2015-ից 2017 թվականներին։ Ես չէ որ ձեզ պիտի հիշեցնեմ ով է եղել իշխանության այդ տարիներին։ 2017-ին մենք ժառանգություն ենք ստացել այդ պայմանագիրը եւ Veolia-ին։ Այո, այդ պայմանագրով ենթակառուցվածքներում ներդրումները պիտի անի պետությունը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե պայմանագրում նախկին իշխանությունը գրել էր 1.5 միլիարդ դրամ տարեկան, 2 միլիարդ դրամ տարեկան, այս կառավարությունը որոշում է կայացրել տարեկան ծավալը հասցնել 11 միլիարդի։ Անելու ենք նույնքան 26-ից 27 թվականներին։ Նորից նախկիններն են մեղավոր, հարցրեցին ընդդիմադիրները։ Իշխանական падգամավոր Ծովինար Վարդանյանն ու ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը սկսեցին իրար հակադարձել։ Թե այդ ժամանակ պայմանագիրը նկատելի չէր, այդքան էական չէր։ Գիտեք խնդիրը որտեղ է, դուք ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ընդհանրապես քաղաքացու մասին չեք մտածում։ Պարոն Խաչատրյան, երբ որ տենց կոնկրետ հարցեր եք տալիս վարկային պայմանագրից, այդ ամեն ինչը նախագծում գրած է։ Դուք հանձնաժողովի նիստում եղել եք։ Դուք հանձնաժողովի նիստին եկաք, ընդամենը ձեր համար մի հատ տեսանյութ սարքեցիք, մի հատ հարց տվեցիք, որը հետո դաշնակցական էջում տպագրվեց, այդ մի հարցի համար էր, թողեցիք գնացիք, իսկ հարցի քննարկմանը չմնացիք։ Դե բավական եղավ իսկականից։ Տիկին Վարդանյան, կհիշացնեք, քանի հարց եմ ես տվել պարոն Ղալամքարյանին հանձնաժողովի քննարկման ժամանակ։ 5-6 դուրս եմ եկել, երբ հարցերը արդեն վերջացել են։ Ասում է նախագծում այդ սա գրված է, գրված է, այնա նամակ ուղարկի, կկարդային, կվերջանա, էլ ինչ եք եկել։ Ասում է 15 թվին է պայմանագիրը կանքվենակ, 15 թվին մենք բացարձակապես կապ չունենք իշխող կոալիցիայի հետ։ Մարդիկ 8 տարի է իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր։ 8 տարվա ընթացքում մի հատ պայմանագիր չեն բաշխարել, վերափոխեն։ 70 միլիոն եվրոյի վարկային այս ծրագրի քվեարկությունը վաղն է